Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ամենամյա մամուլի ասուլիսի շրջանակներում ձեզ հետ հանդիպելու համար։ Նպատակն է անցած տարվա 2025 թվականի պաշտպանության ոլորտում նախարարության եւ նախարարի գործունեության արդյունքների վերաբերյալ ձեզ հետ այսօր ունենալ ամփոփում տարվա։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 2025 թվականի պաշտպանության նախարարության հետ ձեր ունեցած համագործակցության համար, ինչպես նաև մեր նկատմամբ ունեցած ձեր ուշադրության համար, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների դերը շատ կարևոր է հանրության եւ պաշտպանության նախարարության կապի, համագործակցության եւ ինֆորմացիայի փոխանցման համար, եւ մենք շատ բարձր ենք գնահատում այս տեսանկյունից ձեր հետ համագործակցությունը եւ լիահույս եմ, որ 2026 թվականը նույնպես կլինի արդյունավետ եւ մենք կարողանանք շարունակել մեր համագործակցությունը արդյունավետ։ Հարգելի գործընկերներ, պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը ու գործընթացները ռազմավարական նշանակություն ունեն եւ այդ իսկ պատճառով կարեւոր ենք համարում այս ձևաչափով հաղորդակցումը ձեզ հետաքրքրող հարցերը լսելու, քննարկելու եւ առաջարկները հաշվի առնելու նպատակով։ Նախ համառոտ անդրադառնամ կատարված աշխատանքներին, որից հետո հանրային իրազեկումը կիրականացնենք հարց ու պատասխանի միջոցով ու ձևաչափով։ 2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ։ Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա 2018 թվականի հետ։ Իսկ 2025 թվականի պաշտպանական ծախսերը եղել են 664 միլիարդ դրամ, այն է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։ Այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական զրոյական նախահեղափոխական տարվա հետ, այն առումով, որ շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե ծախսերի եւ թե ընդհանրապես ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։ 2025 թվականը կարևոր է նաեւ բարեփոխումների առումով, մասնավորապես ժամկետային զինվորական ծառայության կրճատումը այն առանցքային բարեփոխումներից է, որը շրջադարձային է երրորդ հանրապետության պատմության մեջ եւ ես չեմ կարող չանդրադառնալ սրան։ Այս համատեքստում ընդհանրապես պիտի անդրադառնամ այն քննադատություններին, որ հնչում են 1.5 տարի ժամկետային զինծառայության անցման նկատմամբ։ Ես առիթ եմ ունեցել խոսելու նրա մասին, որ 18 ամիս ժամկետային զինծառայության մասին նախ որոշումը ունեցել ենք դեռևս 21 թվականին, որը արտացոլվել է կառավարության 21-26 թվականների ծրագրով եւ մեծապես այն կապված է նաեւ նրա հետ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները ունենալով հաջողություններ հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Սա հստակ է, շատ պարզ է ու կարծում եմ այստեղ տարընթերցումները ավելորդ են։ Մենք 2025 թվականին իրականացրել ենք մի շարք այլ բարեփոխումներ, մասնավորապես օրենսդրական բարեփոխումներից կարևոր են նրանք, որ օրինակ 2023-ի համեմատ 25 թվականին մենք ունեցել ենք զորակոչի 19% աճ։ Սա մեր փոփոխությունների ոչ միայն օրենսդրական, այլև կառավարության որոշումների, մասնավորապես 404-405 որոշումների փոփոխության արդյունքներն են, եւ սա համարում եմ էական հաջողություն։ Մենք հետևողական ուշադրություն ենք դարձրել նաեւ բանակի պրոֆեսիոնալ հատվածին, որը դառնալու է զինված ուժերի առանցքը, եւ այս համատեքստում կարեւոր է անդրադառնալ պաշտպան հայրենիա ծրագրին։ Դուք գիտեք եւ առիթ եք ունեցել լսելու, որ պաշտպան հայրենիա ծրագիրը 2.5 տարվա ընթացքում
տվել է մեզ լուրջ ցուցանիշներ, ապահովել է բանակի համար էական հաջողություններ, սա այս համարում եմ գերատեսչական եւ անձամբ իմ հաջողությունը, որպես օրենքի հեղինակ, եւ շատ եմ կարեւորում նաեւ դրա շարունակական փոփոխությունները, մասնավորապես մեր փոփոխությունների բերումով 25 թվականին նախաձեռնած, բայց արդեն 26 թվականին դրանք կդառնան օրենսդրական որոշումներ, ազգային ժողովը կքննարկի, այն է Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը 5 տարով էր նախկինում եւ 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար, մենք հիմա պայմանագիրը ավելացնում ենք եւս 2 եւ եւս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1.5 միլիոն 2 տարվա համար, այն է, այսինքն հանրագումարը 7 եւ 5 տարի ծառայելու պարագայում եւս 5 միլիոն դրամ պատվովճար, այն է 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար։ Սա նպատակ ունի ապահովել ծրագրի շարունակականությունը եւ հիմքը Պաշտպան հայրենիաց ծրագրի ամրացնել, այսպիսով ունենալ մշտական, պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն, որը կփոխի ժամկետային զինծառայությունից, պարտադիր զինծառայությունից եւ կվերափոխվի պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության։ Ես ուզում եմ նաև նշել, որ 2.5 տարիների ընթացքում շահառուների թիվը Պաշտպան հայրենիաց ծրագրի այս պահին կազմում է 4234 զինծառայող, որը շարունակաբար աճում է, շարունակաբար աճը արդեն իսկ դիմումների մասին է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում, այսինքն միայն ամառային զորակոչից, որը դեռ սկիզբն է, եւ ես լիահույս եմ, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա եւս 200 հոգով նվազագույնը։ Այսպիսով մենք կունենանք առավելագույն թվականակ բոլոր զորակոչերի նկատմամբ մինչև 1000-1100 մարդ, որը մեկ զորակոչի համար վստահ եմ դուք եք համաձայն բավականին լուրջ արդյունք է եւ սա չի կարող չանդրադառնալ զինված ուժերի պաշտպանունակության վրա։ Մենք ունեցել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, որով օրինակ կարևորներից եմ համարում պահեստազորից սպաների վերադարձը զինվորական ծառայության, այն է նաեւ զինվորական թոշակի պահպանումը, մինչև փոխգնդապետ կոչում ունեցողները, այսինքն մինչև գնդապետ, այն է փոխգնդապետ կոչում ունեցողները կարող են վերադառնալ Պաշտպանության նախարարի հրամանով ցանկում ընդգրկված զորամասեր եւ շարունակել իրենց ծառայությունը, ստանալով եւ աշխատավարձը եւ պահպանելով զինվորական թոշակը։ Եվ պիտի նշեմ, այստեղ թվեր չեմ կարող հրապարակել պարզ պատճառներով, այնուամենայնիվ պիտի նշեմ, որ ծրագիրը բավականին դրական տենդենսով շարժում է առաջ, ինչի համար ես շնորհակալ եմ պահեստազորի մեր սպաներին։ Մեծ կարևորություն եմ տալիս 25-օրյա հավաքներին։ Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում, մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաեւ ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Չեմ ասի, որ այդ խնդիրը ամբողջությամբ հաղթահարված է, բայց դրա հիմնաքարը դրված է, հաշվի առնելով, որ արդեն մենք ունենում ենք ըստ էության 100% համալրում պահեստազորի 25-օրյա հավաքների, սա նշանակում է, որ մեր օրենսդրական փոփոխությունները, մեր պատկան մարմինների հետևողականությունը, տարածքային կառավարման մարմիններ, կառավարություն եւ տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությունը, ինչպես նաեւ այս վերջերս մենք արդեն հնարավորություն ենք ընձեռնել նաև սրան մասնակից դառնալ ռազմական ոստիկանությանը եւ կարծում եմ սա նույնպես տալիս է իր դրական պտուղները։ Մենք էական ներդրում ենք կատարել նաև կապիտալ շինարարության ոլորտում։ Ես մի քանի թիվ կհնչեցնեմ, որոնք շատ խոսուն են։ Մասնավորապես կանդրադառնամ կապիտալ ծախսերին 2018 թվականին։ Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ եւ խոսեմ 2025 թվականին։ 2025 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը կազմել են ուշադրություն
57 միլիարդ 702 միլիոն 154 հազար դրամ։ Սա իհարկե ապահովում է եւ ամրաշինական կառույցների շինարարությունը, եւ զորանոցային ֆոնդի շինարարությունը, եւ իհարկե նաեւ կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում նաեւ վերանորոգումները, եւ մեղմ ասած սա նույնպես խոսուն է թվերի համատեքստում։ Շատ է խոսվում նոր համազգեստի անցման մասին, այդ թվում նաեւ քննադատություններն են հանրային տիրույթում, ընդդիմադիր գործիչների կողմից, հարգելի գործընկերներ, կարծում եմ այս հարցը որոշակի պարզաբանման կարիք ունի։ Ես բազմիցս հնչեցրել եմ, որ մենք տարեվերջին կունենանք, դեռևս 2025 թվականին եմ հնչեցրել, կունենանք նմուշները եւ ըստ էության մենք այդ նմուշները ունեցել ենք, բայց թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ մենք կատարել ենք ամբողջական գնում։ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։ Սա ի գիտություն նաև տեղական արտադրամասերի, ընկերությունների, ում մոտ այս թյուր կարծիքը ստեղծվել է նաև գուցե արհեստականորեն։ Ամերիկյան Միլկելն ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք մեզ պիտի ներկայացնեն փորձանմուշներ, դրա համար նաև տեխնիկական նկարագրեր եւ այսպես կոչված լեկալներ։ Բայց սա ենթադրում է, որ այն զուգահեռ պիտի ունենա որոշակի խմբականակ փորձանմուշներ, որը այս փուլում արդեն զինված ուժերում անցնում է զորային փորձարկում, որից հետո 26 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները, բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպեսին պիտի լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է։ Մենք հստակեցնում ենք նաև այս փուլում առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կունենանք նաև ամենօրյա համազգեստի եւ տոնական համազգեստի նմուշները որոշակի խմբականակով, դա նույնպես կանցնի փորձարկման փուլը եւ 26 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։ Կարծում եմ այսքանով այս հարցի շուրջ քննարկումները եւ շահարկումները պիտի ավարտենք։ Կարևոր բարեփոխում եմ համարում 18-ից 20 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կանանց ներգրավումը բանակում։ Պիտի նշեմ, որ այս փուլում չնայած նախկինում եղած շահագրգիռ հայտարարություններին, մեղմ ասած տեմպը ինձ համար գոնե գոհացուցիչ չէ, բայց ասել, որ ծրագիրը արդյունք չի տվել, այդպես չէ, որովհետև արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ եւ ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում զինված ուժերում եւ նրանց զգալի մասը մոտավորապես 70%-ը հետագայում զինված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում ու հիմնական մասը սպա է դառնում։ Սա կարևոր եմ համարում եւ նաեւ վերաբերում է այս եւ հաջորդ զորակոչերին եւ նաեւ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, իգական սեռի ներկայացուցիչներին, նրանց ծնողներին, ինչու եմ շեշտադրումը դնում նաեւ ծնողների վրա, որովհետեւ այստեղ մեր մոտ կա պատկերացումների, մենտալիտետի, ավանդույթների, այսպես ասած, բախում ծրագրի կամ աղջիկների ցանկության հետ։ Եվ կարծում եմ մենք այս խնդիրը պիտի հաղթահարենք համատեղ ուժերով, այդ թվում նաև հետևողական աշխատանքի եւ հունվար ամսվա ընթացքում ես հրավիրում եմ մեր լրագրող գործընկերներին այցելել կանանց գումարտակ, լուսաբանել, այդ թվում նաև կենսապահովման միջոցները, բնակապահովման միջոցները ինչպիսին են, որպեսզի մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց քույրերին, դուստրերին զինվորական ծառայության ուղարկելու կամ թույլատրելու, չնայած խոսքը վերաբերում է չափահաս մարդկանց։ Եվ պիտի նշեմ, որ այս ծրագիրը նաև թույլ է տալիս, որպեսզի մեր սիրելի կանայք եւ աղջիկները կարողանան մասնակցել նաև պաշտպան հայրենիակ ծրագրին, այսինքն 6 ամսյա ծառայությունից հետո նրանք կարող են շարունակել իրենց ծառայությունը, պայմանագրային կամ պրոֆեսիոնալ ծառայությունը, նաև որպես պաշտպան հայրենիակ ծրագրի շահառուներ։ Շատ եմ կարևորում
ատեստավորման գործընթացը, որը 2025 թվականին շարունակվել է, 20-ի ծրագիր է, որի մասին արդեն ըստ էության բոլորը գիտեն, բայց մանրամասներին գուցե ոչ բոլորն են տիրապետում, սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-ից 470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է և մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին, նաև զինծառայողների մոտիվացիայի և վերաբերմունքի մասին է, որը փոփոխության է ենթարկվել էապես։ Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա շեմը հաղթահարել է, այսինքն մասնակիցներից 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Սա էական արդյունք եմ համարում, եթե հաշվենք, որ սկզբնական տարում այդ թիվը էապես մի քանի անգամ ավելի պակաս էր։ Մեծ ուշադրություն է դարձվում և 25 թվականին շարունակել է ուշադրություն դարձվել զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ։ Այստեղ նույնպես արձանագրել ենք էական առաջընթաց։ Գիտեք, որ 2020 թվականից գործում է սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոթեկային վարկավորման ծրագիրը։ Սրա շրջանակներում 2170 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն, որի համար հատկացվել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ 26 թվականին հունվարի 1-ի դրությամբ 2022-ից 25 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային ապահովում ունեցող կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, զոհված մահացած և զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար ծախսվել է շուրջ 8 միլիարդ 174 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է շուրջ 630 շահառուի։ Շարունակում է մեր ուշադրության կենտրոնում լինել ռազմական կրթությունը։ Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ ռազմական կրթության ուղղությամբ մենք էական փոփոխություն ենք արել։ Գիտեք, որ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության ռազմական ուսումնական հաստատությունների ավարտած և համապատասխան սպայական պաշտոն զբաղեցրած զինծառայողների բնակապահովման ծրագիրը, դեռևս նախկինում, առաջիկայում այն փոփոխության կընթարկվի որոշակի, որպեսզի 26 թվականին մեր շահառու սպաները կարողանան ավելի հեշտ և նաև սեփական ընտրությամբ բնակարաններ ձեռք բերել հիպոթեկային, այսպես կոչված առաջնային շուկայից, որը ամբողջությամբ կվճարի Պաշտպանության նախարարությունը։ Բայց շատ կարևոր է նաև, որ եթե նախկինում սպա դարձող ռազմական ակադեմիան ավարտող սպաները գործուղվում էին զորամասեր, այնուհետև 3 ամիս հետո գալով ատեստավորում էին անցնում, հիմա օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել Պաշտպանության նախարարությունը, որ առաջիկա ամիսներին քննարկվի ազգային ժողովում և լիահույս են, որ այն հավանության կարժանանա, այս օրենսդրական փոփոխությամբ ավարտող սպաները միանգամից կհամարվեն ատեստավորված։ Սա նույնպես իր հերթին կմեծացնի մեր երիտասարդ սպաների մոտիվացիան, ինչպես նաև նրանց ծառայությունից հետագայում չի կտրի, որպեսզի նրանք ադապտացիոն շրջանում չզբաղվեն ատեստավորման կամ սեփական ունակությունները պահպանելու կամ ավելացնելու գործունեությամբ։ Շատ կարևոր եմ համարում սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, շուկաների դիվերսիֆիկացիան, սրա մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու, բայց նաև կարևորում եմ նաև տեղական արտադրության զարգացումը։ Նշեմ, որ 2022 թվականին պայմանագրերի ծավալը տեղական ռազմաարդյունաբերության հետ կազմել է 5,5 միլիարդ դրամ։ Այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասը արդեն իսկ մատակարարված է, բայց նաև կարևորում եմ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին։ Սա ռազմաարդյունաբերության զարգացման, դրա շարունակական բարելավման ուղղությամբ էական ներդրում եմ համարում մեր կողմից։
Քանի որ խոսվում է 1.5 տարի ժամկետային զինծառայությունը փոփոխության ենթարկելու եւ այս պահին 24 ամիս ծառայող զինծառայողների միջև տարբերության կամ անհամաչափության մասին, ես կարևոր եմ համարում նշել, որ 25 թվականին մենք կատարել ենք եւս մեկ օրենսդրական փոփոխություն, որով գործող զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալ 21-ից մինչև 30 օր արձակուրդ։ Սա նշանակում է, որ դա կբաշխվի համամասնորեն իրենց ծառայության մեջ, եթե նախկինում ծառայողների համար խոսքը 2 տարուն է վերաբերում, արդեն այս տարի զորակոչվածների համար այն կտարածվի 1.5 տարվա նկատմամբ, այն է սահմանային ծառայություն տանող զինծառայողների համար 30 օր, այսինքն պատկերացրեք, միջինը ամեն 6 ամսվա մեջ 10 օր զինծառայող կարողանա գնալ արձակուրդ եւ 21 օր այլ զորամասերի համար, այսպես կոչված թիկունքային զորամասերի համար։ Եվ այս համատեքստում պիտի կարևորեմ մի այլ փոփոխություն, որը հանրության ուշադրության չի ներկայացվել կամ չի հայտնվել ուշադրության կենտրոնում։ Հիմա դահլիճում գտնվողները, նրանց հարազատները, ովքեր նախկինում ծառայել են, կհիշեն, որ երթման արարողության ժամանակ ինչի միջով են անցել զինծառայողը եւ նրանց ծնողները։ Սկսած X քաղաքում ծանոթ գտնել, բարեկամ գտնել, հյուրանոց վարձել, զրուցարան վարձել, այսպես կոչված բիսեդկա, եթե խոսքը վերաբերում է ամառային ժամանակաշրջանին։ Էլ չեմ ասում մեքենաների վրա, կհիշեք, մեքենաների կապոտների վրա փռում էին զինծառայողներին, ծնողները ինչ կարողանային, փորձում էին երեխուն հյուրասիրել լավ բաներ, բնական է, որ ծնողը 40 օրվա կամ 1 ամսվա կամ 2 ամսվա ընթացքում երեխան չտենալու պարագայում ինչ որ էմոցիաներ ունի, փորձում է ամեն կերպ, մանավանդ որ զինծառայողը նախկինում որքան է որ սա վաթենչի, ասոցացվել է սոված լինելու հետ։ Ինչը հիմա այդպիսի բան չկա, ես հստակ կարող եմ ասել, կարող է ծնողների, քանի որ մայրիկի պատրաստածը չի, ձեր մոտ նման էմոցիաներ կան, բայց իրականությունը մեծապես տարբերվում է հիմա, բայց մենք ինչ ենք արել։ Օրենսդրական փոփոխությամբ ապահովել ենք, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր ունենալ արձակուրդ, ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա 2 օրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի այդ 2 հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող։ Սա նույնպես լուրջ փոփոխություն եմ համարում, սա ավելի շատ էմոցիոնալ փոփոխություն է, բայց շատ կարևոր է թե զինծառայողների եւ թե նրանց ծնողների համար։ Հարգելի գործընկերներ, ամենավերջում ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետեւ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը եւ դրա հետևանքով սպանությունների դեպքերին, ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվում։ Սա իրականում հենց այդպես էլ պիտի լինի, բայց մեզ համար ուրախալի այն առումով, որ վիճակագրությունը եւ համեմատությունը նրա մասին է, որ ցավոք մենք նախկինում ունեցել ենք այդպիսի բազում դեպքեր, չեմ ուսումնասիրել երրորդ հանրապետության ամբողջ շրջանը, բայց կարող եմ ասել, որ թերևս նման տարիներ գուցե չեն արձանագրվել նախկինում։ Եվ սա շատ ուրախալի փաստ եմ համարում։ Հարգելի գործընկերներ, այս կարճ նախաբանով ես կուզեմ ավարտել իմ խոսքը եւ շարունակել մեր հետագա քննարկումը հարց ու պատասխան